ու խնդրեմ պարոն նախարար։ Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում գնումների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից օրենքների նախագծերի մասին նախագիծը։ Գնումների ոլորտում կոռուպցիոն հնարավոր դրսևորումները բացառող համակարգերի սահմանումը մնում է կառավարության առաջնահերթություններից մեկը։ Նման համակարգ ունենալու պայմանը սահմանված է ինչպես հակակոռուպցիոն ռազմավարությամբ, այնպես էլ միջազգային գործընկերների կողմից գնումների համակարգի գնահատման շրջանակում ներկայացված հաշվետվություններով։ Համակարգի ներդրման սկզբունքները ներառվել են գնումների օրենքում փոփոխությունների կատարման հայեցակարգում, որը քննարկվել է պատվիրատուների, գործարար համայնքի եւ քաղաքասարակության ներկայացուցիչների հետ։ Այս համատեքստում կարևոր է օրենքով սահմանափակել պետական բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնման գործընթացին։ Առաջարկում է ներդնել հետեւյալ մոդելը։ Փոխկապակցված կհամարվեն պաշտոնյայի ամուսինը, պաշտոնյայի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, ինչպես նաեւ համատեղ բնակվող անձը։ Այն ընկերությունը, որում մասնակցության եւ կամ պայմանագրի հիման վրա պաշտոնյան կամ վերջինիս նշված ազգակիցները կամ վերջիններիս մասին հանրագումարային եղանակով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի տնօրինելու դրա կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին, կանխորոշելու այդ ընկերության կողմից ընդունվող որոշումները, այդ թվում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները եւ տալու այդ կազմակերպության կողմից իր հիմնական գործունեությանն առնչվող պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ։ Մասնակցության պայմանները սահմանվում են ըստ ազդեցության հետեւյալ 4 մակարդակների։ Առաջին մակարդակը հանրապետության նախագահը, ազգային ժողովի նախագահը, վարչապետը, փոխվարչապետերը, ֆինանսների նախարարը եւ վերջինիս այն տեղակալը, որը համակարգում է գնումների ոլորտը։ Այս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել որևէ գնման գործընթացի։ Երկրորդ մակարդակը վարչական եւ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք, բացառությամբ ազգային ժողովի պատգամավորների եւ համայնքի ավականու անդամների, գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարները։ Այս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի եւ վերջինիս կառավարման հանձնված առևտրային եւ ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին։ Երրորդ մակարդակը անկախ պետական մարմինների եւ ինքնավար մարմինների անդամները, այդ թվում կենտրոնական բանկի նախագահը եւ նրա տեղակալները, մարդու իրավունքների պաշտպանը։ Այս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման գործընթացներին։ Չորրորդ մակարդակը առաջինից երրորդ մակարդակներում չներառված պաշտոնյաները։ Այս դեպքում փոխկապակցված ընկերությունները կարող են մասնակցել գնման գործընթացներին պայմանով, որ եթե պաշտոնյան ներառված է մրցույթի հանձնաժողովի կազմում, ապա պետք է հայտնի ինքնաբացարկ եւ դուրս գա հանձնաժողովի կազմից։ Եթե արկա չէ փոխկապակցվածություն, պաշտոնյան ստորագրում եւ հրապարակում է դրա բացակայության մասին հայտարարություն։ Մրցույթի մասնակիցը հայտով ներկայացնում է փոխկապակցվածության բացակայության մասին հայտարարություն եւ իրական շահառուների վերաբերյալ տվյալներ, որոնք հայտերը բացվելուց հետո դառնում են հրապարակային տեղեկություններ։ Ընկերությունների կողմից փոխկապակցվածության արգելքի խախտման դեպքերը կքննվեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից եւ եթե վերջինիս եզրակացությամբ կարձանագրվի խախտման փաստը, ապա պատվիրատուն պայմանագիրը միակողմանիորեն կլուծի, իսկ ընկերությունը պատվիրատուին կվճարի պայմանագրի շրջանակներում իրեն վճարված գումարի 20%-ը։ Գումարը կհաշվանցի պայմանագրի կնքման շրջանակում ընկերության կողմից որպես պայմանագրի ապահովում ներկայացված բանկային երաշխիքի գումարից։ Նաև կառավարությանը վերապահվում է գնման գործընթացների վրա պաշտոնյաների ազդեցության մակարդակի բարձրացման դեպքերը սահմանելու իրավասություն, վերջիններից գնումների գործընթացների վրա փաստացի կամ հնարավոր ազդեցություններից ելնելով եւ պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմնի ղեկավարներին ազդեցության երկրորդ եւ երրորդ մակարդակներում ներառելու եւ մակարդակները բարձրացնելու իրավասություն։ Կարգավորումները ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։ Խնդրում եմ հաստատել։
Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան։ Հիմա այս կարգավորումը, եթե ընդունվեց կատարման նկատմամբ հսկողությունը ումա վերապահվելու։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Ոնց։ Ուզում ասեմ, մենք չպետք է թվայինացնենք այս ալգորիթմը, որպեսզի ինքը ռեալ աշխատի։ Մենք չգեներացնենք մի խնդրեմ, հետո սկսենք իրավապահ մարմինների միջոցով դա լուծել։ Դա շատ ծախսատար է եւ չեմ կարծում, որ արդյունավետ։ Սա պիտի աշխատի հետեւյալ կերպ, որ ուղղակի հայտավորման փուլում համակարգը դուրս գցի այդ հայտը։ Այ ո՞նց ենք սա անելու։ Ես նշեցի, պարոն Գրիգորյան, որ ներկայացվում է փոխկապակցվածության բացակայության մասին տեղեկությունը, որը դառնում է հանրային հրապարակվող տեղեկություն։ Իրավաբանական անձը օրինակ ներկայացնում է, որ փոխկապակցվածություն չկա։ Այո։ Եթե կա, չի կարող մասնակցել։ Ես դա հասկանում եմ, բայց եթե մասնակցի, ի՞նչ է տեղի ունենալու։ Եթե մասնակցում է եւ հայտնում է նրա մասին, որ փոխկապակցվածություն չկա, հետո բացահայտվում է այդ փոխկապակցվածությունը, ապա նկարագրեցի արդեն, որ այն գումարը, որը վճարվել է այդ տվյալ ընկերությանը, այդ գումարի նախ պայմանագիրը խզվում է եւ այդ գումարի 20%-ը վերադարձվում է պատվիրատուին։ Գումարը խզվում է, պայմանագիրը խզվում է, գումարը վերադարձվում է, այդ նշանակում է տապալվեց գնումը։ Այսինքն մեզնից խլեց ժամանակ, ռեսուրս եւ այլն։ Ես ասում եմ, մենք չենք կարող միշտեմարան ձևավորենք, որպեսզի բոլորի սանունները պետական գնումների ինչ որ համակարգում ներբեռնված լինի եւ պաշտոնները, որպեսզի համակարգը ինքը ֆիլտր դնի, թույլ չտա, որ շարժվի առաջ հայտը։ Որովհետեւ տեսեք, իրականության մեջ եթե օրինակ առաջի մակարդակի կամ որևէ մակարդակի ստոպ ֆակտոր կոչվածները գոյություն ունեն, ապա դրանք ռեգիստրում այդ անունները պետական ռեգիստրում երևալու են առնվազն ռեզիդենտ իրավաբանական անձանց։ Հիմա փոխգործելիության պարագայում ես կարծում եմ, որ հնարավոր է ձևակերպել շտեմարան, որ ժամանակի կորուս չլինի, էլի։ Ի վերջո հիպոթետիկ եմ ասում, կարող է պատահի որևէ պաշտոնատար անձ նույնիսկ չգիտի, որ իր հետ փոխկապակցված ընկերությունը մասնակցել է գնումների, որովհետև ստեղ դուք նաև փոխկապակցվածության մի չափանիշ ենք դրել, որ եթե անուղղակի ազդեցության հնարավորություն ունի, դա բավականին տենց բարդ դատողության հարց է, որին էլի դեմ չեմ, բայց ես կողմ եմ, որպեսզի մեր մոտ ոչ թե դառնա այդ գնումների գործընթացը նոր քննությունների առարկա, այլ ուղղակի տեղի չունենա, եթե կա այս կանոնի խախտման նույնիսկ սիմպտոմ։ Այսինքն իմ խնդրանքը ինչ է, պարոն նախարար, որ երևի մենք այսօր հավանություն կտանք, որովհետև նախաձեռնությունը ճիշտ է եւ լավն է, բայց ես ուզում եմ, որպեսզի կիրարկումը լինի ռացիոնալ, ոչ թե իրացիոնալ ու դառնա նոր քրեական գործերի եւ այլն հետաքննությունների առարկա, որը մեզնից շատ ժամանակ եւ ռեսուրս է խլում։ Սա էր իմ խնդրանքը։ Ճիշտ եք, պարոն Գրիգորյան, համաձայն եմ ձեր բոլոր դիտարկումների հետ եւ ուզեմ ուղղակի ասել, որ մենք հիմա ընդհանուր առմամբ գնումների օրենսդրության հետ կապված 4 մեծ փաթեթներ ունենք, որը քննարկում ենք եւ հաստատվելու է ազգային ժողովի կողմից եւ դրա համար ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից եւ այս ժամանակը նաեւ վերցրել ենք, որպեսզի բոլոր կառուցակարգերը, որովհետեւ այդտեղ շատ մեծ աշխատանք ունենք անելու թե թվայնացման հետ կապված եւ թե մեր ներքին կազմակերպչական հարցերը լուծելու համար, որպեսզի հասցնենք այնպիսի սահուն ընթացք ունենանք այս փոփոխությունների, որպեսզի իրականում այս փոփոխությունները ոչ թե նոր խնդիրներ ստեղծեն, այլ լուծեն այն արկա խնդիրները, որը մենք ունեցել ենք այս ոլորտում եւ հետեւաբար այո մենք կերաշխավորենք, որ այն ինչ որ դուք նկարագրեցիք, այդ ամեն ինչը արկա տվյալների համադրությամբ ամեն ինչ կանենք, որ ինքնաշխատ ձևով այս ամեն ինչը աշխատի։ Շատ լավ, այսինքն մենք կարող ենք
վստահ լինել, որ կարգավորում ուժի մեջ մտնելուն զուգահեռ ուժի մեջ կլինի արդեն թվային լուծումը եւ ինքը կլինի արդեն հայտի շարժի ֆիլտր որպես։ Ես դա շատ բարդ բան չկա։ Այսինքն մենք ունենք պետական եւ հանրային ծառայողների վստահ եմ միասնական ռեգիստր։ Մենք ունենք իրավաբանական անձանց ռեգիստր, որտեղ կան արտացոլված են այդ իրավաբանական անձանց սեփականատերերը, բաժնետերերը եւ այլն։ Ընդ որում նույնիսկ եթե իրավաբանական անձի բաժնետերը այլ իրավաբանական անձ է, որի բաժնետերը ենթադրենք պաշտոնյա է, դա էլ է երևալու ռեգիստրով, այսինքն ինքը շատ հեշտ այդ երկու տեղեկատվական շտեմարանի թվային բանը հատումը միանգամից այդ խնդիրը բացահայտելու է եւ շատ ավելի ռացիոնալ աշխատող համակարգ կունենանք ռեալ։ Համաձայն եմ, օգտվելով առիթից նաև ասեմ, որ մենք ամփոփել ենք նոր ժամանակակից թվային պլատֆորմի գնման գործընթացը եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի 2027 թվականի հունվարի 1-ով արդեն նոր պլատֆորմը աշխատի, որը նաև տալու է շատ ավելի մեծ վերլուծական գործիքներ, այսինքն հսկողական նաև մեխանիզմներ եւ նաև հաշվետվությունների տեսքով կարողանալու ենք ավելի դինամիկ, լավ աշխատող համակարգ ունենալ ի համեմատություն նրա, ինչ որ ունենք այսօր։ Շատ լավ, պարոն նախարար, խնդրեմ, պարոն Հրաչյան։ Պարոն փոխվարչապետ, կարծում եմ այդ հարցը հեշտ լուծվելիք է, եթե այդ չափորոշիչով բոլոր պաշտոնյաները իրենք հայտարարագիր են տարեկան լրացնում եւ ԿԿՀ-ի հայտարարագրի մեջ մի սյունակ լինի, որտեղ այդ մարդկանց անունները լրացնեն, դա կկպնի այդ համակարգին եւ կլուծվի, բայց ես ուզում եմ մի ուրիշ հարց տալ, վերջին շրջանում այս թեմայով հրապարակումները հատկապես շատ են կապված թիմերի հետ եւ խնդրում եմ ասել, թե այստեղ մենք ունենք այդ կարգավորումները թիմերի հետ կապված։ Այո, ես նշեցի, որ երկրորդ մակարդակում ուղղակի չեն ներառվում ավականու անդամները, բայց մնացած բոլոր պաշտոնյաները ներառվում են այստեղ երկրորդ մակարդակում համայնքապետերը, իսկ ավականու անդամները, որտեղ մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել եւ առաջի փուլում ավելի խիստ էին ուրեմն կարգավորումները եւ տարբեր շահագրգիռ մարմինների, այդ թվում տեղական ինքնակառավարման մարմինների, մեր ազգային ժողովի գործընկերների հետ քննարկումների ժամանակ փորձել ենք ավելի լավ գնահատել, թե ով որ պաշտոնյաները ինչպիսի ազդեցություն ունեն գնումների գործընթացի վրա եւ այս փուլում որոշում ենք կայացրել այս ճանապարհով առաջ գնալ, բայց ես նաև նշեցի, որ կառավարությանը վերապահված է այդ բաները, մակարդակները բարձրացնելու, այսինքն եթե գործնականում կլինեն դեպքեր, երբ որ մենք կնկատենք, որ օրինակ ազգային ժողովի պատգամավորները ազդեցություն ունեն գնումների գործընթացի վրա, որը այսօր մենք նշել ենք, որ չունեն, ապա փոփոխություն կկատարենք եւ մակարդակները կհստակեցնենք բարձրացման ուղղությամբ միայն։ Շնորհակալություն, պարոն նախարար, այդտեղ նաև նշեցիք բացի ավականներից իրավական խնդիր չառաջանա ձևակերպումն, որովհետև համայնքապետերը համարվում են նաև ավականու անդամ եւ խնդրում եմ այդ լույսի ներքո մի հատ նայել այդ ձևակերպումը բավարարում է այս պահանջին, թե չէ։ Լավ, անպայման մի հատ կնայենք այս հարցին։ Այլ հարցեր, հարգելի գործընկերներ, չկան։ Պարոն նախարար, մի բան էլ ասեմ, որի շուրջ սկսենք մտածել, էլի, սա կամ նշանակում է, որ օֆշորային ընկերությունները չեն կարող մասնակից լինել, այն պարզ պատճառով, որ այդ թվային բանը չի աշխատելու ֆիլտրը։ Այդ թվում չեն կարող մասնակցել գնումներին այն իրավաբանական անձինք, որոնց սեփականատերերը օֆշորային ընկերություններ են։ Ուղղակի ճիշտ կլինի, որ ի սկզբանե այս կարգավորումները տանք, որպեսզի հետո տենց ակնհայտ շրջանցելու սցենարներ չաշխատեն, էլի process-ում։ Այս մասով Այսինքն ընկերությունները, որոնց բաժնետերը բացահայտված չէ իր իրավական
կարգավիճակով ուղղակի չեն կարողանալու մասնակից լինեն։ Ես չգիտեմ դա լավ է թե վատ է, բայց դա փաստ է, որովհետև եթե հիմա այդ հարցին չանդրադառնանք, ապա այս կարգավորումը չի աշխատի։ Կաշխատի այն ձևով, որը ես ասեցի, այսինքն շատ բարձ շրջանցելու հնարավորություն կա։ Պարոն Գրիգորյան, այդ ձեր նշածի հետ կապված այս նախագիծը այս պահին նախատեսում է, որ մրցույթի մասնակիցը ներկայացնում է իրական շահառուների վերաբերյալ տվյալներ եւ որը դառնում է հրապարակային տեղեկություն։ Հիմա եթե չի ներկայացնում իրական շահառուների մասին տվյալներ, հետեւաբար չի կարող մասնակցել։ Եթե կարծում ենք, որ ընդհանրապես պետք է օֆշորային երկրներից մասնակցությունը սահմանափակեն, կարծում եմ դա մի փոքր խնդիրներ կարող է առաջացնի գնումների հետ կապված, բայց էլի մի հարց է, որը պետք է երևի ազգային ժողովի քննարկման փուլում մի հատ անդրադառնանք այս հարցին։ Ես կարծում եմ ճիշտ կլինի, որ ազգային ժողովում այս հարցը քննարկվի, որովհետև ինքը մի կողմից սահմանափակում է մասնակիցների պոտենցիալ թիվը, բայց մյուս կողմից էլ եթե այդ հարցին չանդրադառնանք, ստացվում է, որ ինքներս էլ գիտենք, որ կարգավորումը չի աշխատելու, որովհետև դա բարդ բան չի, այսինքն կան երկրներ, որոնք չեն բացահայտում բաժնետիրոջը, ինչը նշանակում է, որ այդ երկրներում ընկերություններ գրանցելու միջոցով այն անձը, որը չարաշահման մի տրամադրվածություն ունի, շատ հանգիստ դա կանի, որովհետև այդ դեկլարացիան միակողմանի ներկայացնել, որ իրական շահառուն սա է կամ սա է, դե գիտեք դա ընդհանրապես դեկլարացիա է, ինքը թվային տիրույթում չի ստուգվելու, ասենք չենք բացահայտի այդ խնդրը։ Համեցեք, պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան։ Այստեղ մի